Հայաստան դաշինքի թեկնածուները կվերցնեն իրենց падգամավորական մանդատները բացի Ռոբերտ Քոչարյանից։ Հիշեցնենք, որ Հայաստան դաշինքն ազգային ժողովում կունենա 12 падգամավոր։ Մոսկվայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղասուլիսին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում ձևավորել է անվտանգության նոր ձևաչափ հիմնված միջազգային իրավունքի վրա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել։ Դատանի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Միաժամանակ Ղուկասյանին կարգելվի հեռախոսային խոսակցություններ ունենալ, ինչպես նաև կապի ու հաղորդակցման այլ միջոցներից օգտվել, շփում ունենալ այլ անձանց հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսրայելի կառավարության առանձին անդամներին մեղադրել է Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու ձգտման մեջ։ Ֆրանսիական Լեկուիպը գրում է, որ Բավարիայի եւ Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն չի թաքցնում Մադրիդի Ռեալ տեղափոխվելու իր ցանկությունը։ Վերջինս մտադիր է առաջնության ավարտից հետո ակումբի ղեկավարության հետ քննարկել իրեն։